Հարգելի խորհրդարան, ինչ որ արատավոր ավանդույթ է ձևավորվել մեր երկրում, ամեն անգամ ընտրությունները կեղծելուց հետո իշխանությունները սկսում են խոսել հանդուրժողականության, իշխանություն ընդդիմություն երկխոսության, ողջամիտ փոխզիջումների անհրաժեշտության մասին, իսկ ընդդիմության պահանջը նոր արդար ընտրություններ անցկացնելու մասին համարում մաքսիմալիստական։ Բազմիցս ենք ասել, որ լավագույն երկխոսությունը դա ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է, եւ ակնհայտ է, որ կեղծված ընտրությունների բացասական հետևանքները կարելի է չեզոքացնել միմիայն նոր արդար ընտրությունների անցկացմամբ, այլ լուծում չկա եւ չի էլ կարող լինել, սա է իրական լուծումը։ Սա է միակ ողջամիտ քայլը, որը կարող է հանգուցալուծել առկա ճգնաժամը։ Ոչ թե պետք է ամեն կեղծված ընտրությունից հետո քննարկել սահմանադրական փոփոխությունների հարցը, այլ պարզապես հարկավոր է կյանքի կոչել սահմանադրության երկրորդ անփոփոխ հոդվածը, համաձայն որի ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով։ Ի վերջո պետք է հասկանալ, որ ամեն մի կեղծված ընտրություն ետ է շպրտում երկիրը, խորացնում հասարակության բարեալքումը, նպաստում արտագաղթի աճին։ Կեղծված ընտրությունների հետևանքերն նաև 2004 թվականի ապրիլի 12-ի, 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները։ Ուզում ենք հավատալ, որ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ազգային ժողովի ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովը ավելի անաչառ արդյունավետ կաշխատի, քան նախորդը եւ կբացահայտի թե ժողովրդի վրա կրակելու հրաման տվողներին եւ թե այն կատարողներին։ Մարտի 1-ի սպանդն իրականացնողները պետք է կանգնեն դատարանի առաջ, եւ դա պետք է ոչ միայն զոհերի հարազատներին, այլև պետք է մեր երկրին, մեր ժողովրդին։ Դա պետք է, որպեսզի նման հանցագործություններ այլևս չկրկնվեն։ Շնորհակալություն։